Ժողջան, կրկին բարև բոլորին, աշխատանքի մեջ ունենք ուրեմն Opel Vectra B, 1.6 մատորնա, 16 կլապան, Ecotec, XEL մատորներն է, վերջապես ստացվեց ճարել իր բոշկա ֆարսուն կեքը, շատ երկար էինք ման գալիս, ոչ միտեղ չենք կարում ճարեինք, ստացվեց հայանիստից, հիմա բերել ենք, տեղադրենք ստենդի վրա, մի հատ հասկանանք ոնց են աշխատում, ու տեղադրենք մեքենայի վրա, այդ ներկա պահին ֆարսուն կեքով, ուրեմն մեքենայի վրա առկա է թերայրում ու պերեբոյով է աշխատում, էլի մեքենան հետևից ծուխմուխ է հանում խոտ տալու ժամանակ, փորձենք սրանցով կարգավորենք այդ ամեն ինչը, հիմա տեղադրեմ ստենդի վրա, միանամ ձեզ։ Ահա ժողջան, ֆարսուն կեքը արդեն ստենդի վրա են, փոշիացնում են, կարելի ասել իդեալական, տումանա մեջը, ոչ մեկ չի պզում, իդեալական հիանալի ֆարսուն կեքը, շատ լավն են, այսպես պրոցեսն է, եսի մեզ հետաքրքրող բան չկա, իրա մոդելնա կպցրել եմ, որ ալգորիթմները որպես ռեկլամ չհասկանան ու ստանոկեն, ուրեմն ճնշումը 4 ատմոսֆերի տակ ենք անում, սենց աշկով էլ նայում ենք, առաջին ու 4-րդ ֆարսուն կաները մի քիչ հետընկած են, հեսա մի քանի ցիկլ լվանամ, նորից կհամեմատենք, հեսա մի հատ դնեմ ուլտրազվուկավոյ վաննա, նորից տեղափոխեմ ստենդի վրա, ահա, տեղադրել եմ արդեն վաննայի մեջ, պրոցեսը գնում է, դեռ գդետը 10 րոպեի կարգել դեռ կա, ինքը մերթ ընդ մերթ միացնում և անջատում է այդ ասեղների բացելու ու փակելու պրոցեսը, արդեն հատուկ հեղուկի մեջ, այս հեղուկը ոնց որ ավելի շատ է քայքայում, մյուս հեղուկը պետք է լվանալու համար, այս հեղուկներով եմ անում, էլի փակել եմ, որպես ռեկլամ չհասկանա, հավայի բենզին չի էլի, չգիտեմ կամ ինչ-որ մի նյութ, հատուկ ֆարսուն կեքի լվանալու համար է, հեսա պրծնի պրոցեսը, տեղադրեմ ստենդի վրա, հասկանանք ինչ փոփոխություն ունեցանք, ժողջան, հասանք վերջի ցիկլին, ինձ արդեն գոհացնում է ֆարսուն կեքի վիճակը, բայց ասեցի մի հատ միասին էլ անենք ու արդեն հավաքենք մեքենայի վրա, տեսեք, հիմա այսպես, հետևում ենք սանդղակին, մենք 10% շեղում ունենք, բայց ձգտել եմ նենց անենք, որ այդ 10%-ի շեղումն էլ չլինի մեր մոտ, տեսեք, 4 գծերը համարյա իրար հավասար են, տասնհինգ վայրկյան էլ ուծեչկեն է ստուգում, չունենք ուծեչկա ու արդեն ռեժիմը փոխում է, բոլոր ֆարսուն կեքը փոշիացնում են, ընտիր ստացվել է, լավ եղեք, մինչ հանդիպում։